Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Խնդրեմ, ես միշտ պատրաստ եմ։ Միայն թե նախքան ծեր հարցերը դա ես ինքս այսօր մեկ հարց կուտայի, թե ինչու համար մեր հոգևորականները թեկուզ եւ ոչ թե ժխտական։ Ինչու չեն բարեհաջիր Կալ ներգայանալ ծեր դաղավարը կամ այլ դաղավարներու մեջ գոնե ի պաշտպանություն իրենց քաղաքարին այսին մեզ բացադրեն գրնալալ որ մենք բամը գա որ մենք չենք գիտեր եւ մենք մոլորության մեջ ենք եկեք մեզի բացադրեք մեզի ուղեք եթե ինչ որ մենք սխալ բամը գխոսենք շատ լավ գլա որ կակ եւ մեզի ուղեք որովհետեւ մենք իմանանք ճշմարտությունը բայց անով հանդերձ ես շնորհակալ եմ որ ինձ հրավիրեք որովհետեւ ինչքան Անալ խոսենք, նույնիսկ եթե մենք օրեր եւ ժամեր խոսենք, միշտ ալ խոսելու բան կա այս մեր եկեղեցու ներկա իրավիճակի մասին, համեցեք դիլիճա։ Խոսենք Կիրակի օրը Հովանավանքում տեղի ունեցած պատարագից, որը մատուցեց Տեր Արամը, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բազմահազար քաղաքացիներ, հերվից ինչպիսին էին ձեր տպավորությունները, կխնդրեմ ներկայացնեք։ Հերվից իմ տպավորությունները ես ասեմ, որ 2500 կիլոմետրից ես սկացի այնտեղ Աստծո զորությունը, որ կորձում է այդ օրը այդ պատարագին։ Եվ դա մեզ հիշեցնում է առաքելական առաջին շրջանը, որ Քրիստոսի առաքյալները, աշակերտները միասին հավաքվում էին մի հոգիով, մի մտքով, մի սրտով աղոթքի համար։ Դա ինձ համար այդ պատկերն էր, Անշուշտ է հիմա հարցեր շատ կան համացանցի մեջ, որ այդ պատարագը անվավեր էր, որովհետև գարքալույծ է Տեր Արամը եւ այլն, եւ ես ինքս հարց մգուտամ, ավելի ճիշտ է, ես հարցը գուղեմ իրենց, անոնց, որոնք կսեն Տեր Արամի պատարագը անվավեր էր։ Այսինքն, ինչու Տեր Արամի պատարագը անվավեր էր։ Արդյոք որովհետև ինքը գարքալույծ է։ Եթե որովհետև գարքալույծ է, ինքը ինչու համար գարքալույծ եղած է։ Ինչ աստվածաբանական շեղում կամ ինչ կրոնական մոլորության կամ ավելի ինչ բարոյական անկման մեջ է, որում պատճառով իր պատարագը անվավեր է։ Եթե հիմա որովհետև գարքալույծ եղած է, այդ գարքալույծումը չկա քրիստոնեական եկեղեցու օրենքի մեջ, ոչ այլ բոլոր ուղղափառ եկեղեցիներու մեջ Գարքը որպես օձում չի վերցվի, ես բազմիցս այն մասին խոսած եմ, միայն շատ հագիրճ ասած եմ, վարչական գարքը գսահմանվի, գարկելապակվի, բայց օձումը որպես կահանա, դա անհնար է չեղարգել, որովհետև ինքը օձված է Սուրբ Միրոնով եւ Սուրբ Միրոնը անչնչելի է։ Եվ ասեմ, որ անոնք, որոնք կհամարցակին հոգևորականին թիմել իր աշխարհական անունով Խորքի մեջ անոնք Սուրբ Հոգիի դեմ հայհոյություն գնեն, որովհետև Սուրբ Հոգին շնորհը տվավ, եւ այդ շնորհը անչնչելի է։ Չնչելի է միայն բացառիկ բարականերու, եթե ենթական հերետիկոսության մեջ մտնե, եթե ենթական աստվածամերժության մեջ գտնվի եւ կամ եթե ենթական այդքան ծանր բարոյական անգում ունենա, որ այլևս այդ գարքը կամ այդ օձումը չի գրնար այլևս կործեն։ Հիմա եթե Տեր Արամի պատարագը կամ խորհուրդները, որ կատարում է, բսակը, մգրդությունը եւ այլն, եթե անոնք անվավեր են, մենք պետք է մի քիչ հետ գնանք։ Ես կարծում եմ, ինձ սխալ չհասկանաք, մեր ունգընտիրները թող շատ լավ ինձ լսեն։ Ես կարծում եմ, որ Տեր Արամի կատարած խորհուրդները եւ պատարագը ոչ թե այսօր անվավեր են, այլ իրենք արդեն անվավեր էին, եթե մենք այդ մոտեցումը պիտի ունենանք։ Ինչպես անվավեր էին, որովհետև Կարեկինի կատարած ցերնատրությունը, օձումը այն եպիսկոպոսին, որ օձեց կամ ցերնատրեց Տեր Արամին արդեն իսկ անվավեր էր, որովհետև ինքը գուսագրոնության ուխտը խախտելով, ինքը իրավունք չուներ նախ բարձրանալու կահին, իսկ երկրորդ իրավունք չուներ ցերնատրություններ կատարել եպիսկոպոսներու, որոնք նաև պիտի ցերնատրեին կահանաներ։ Այսինքն եթե ինձ հարցնեք իմ անձնական կարծիքը եւ դրամապանական կարծիքը, եթե այս մարդը երբևիցե կաթողիկոս չի եղել, որովհետեւ ինքը
դրժել է իր գուսագրոնության ուխտը, ուրեմն իր գադարած ցերնատրությունները բոլորը անվավեր են եւ ի վերջո նաեւ դեր Արամի ցերնատրությունը անվավեր է եւ իր գադարած բادرակը արդեն իսկ անվավեր էր, բայց ես այսօր կհամարեմ, որ դեր Արամի գադարած բادرակ եւ խորհուրդները ավելի վավեր են, քան շատ բարձրաստիճան եպիսկոպոսներու, որոնք այդքան բարոյական մեծ անգում ունեցան եւ վգան այսօրվա դարածված դեսանյութերը եւ անով հանդերձ մարդիկ բادرակ են անում եւ իրենց բادرակը վավերական է, ինչպես վավերական է, ինչքանով վավերական է։ Այդ խնդրին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը Facebook-ի միջոցով, երբ Կտրիչ Ներսիսյանը կարգալույծ անելուց հետո Տեր Արամի մասին ասել էր, որ նա խախտել է եկեղեցական կանոնակարգը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ կարգալույծ եղածը, որը Կտրիչ Ներսիսյանի մասին է, նա չի կարող կարգալույծ անել մեկ այլ քահանայի։ Այս մասին ինչ կասեք։ Այո, եւ կանոնակարգն էլ կարևոր հարց է, որ մենք այդ կանոնակարգին անդրադառնանք։ Այսինքն ես ուզում եմ ասել մեր բարձրաստիճան հոգեվորականներին, որոնց իմ ասելն էլ անիմաստ է, որովհետեւ իրենք արդեն չեն հավատում, ոչ կանոնակարգին են հավատում, ոչ Աստվածաշունչին են հավատում, ոչ մի բանի։ Բայց ուղղակի իրենց ասեմ, ես զարմանում եմ, դուք կանոնակարգը ցեզ համար կորձում է միայն այն ժամանակ, երբ որ ուզում եք բաժել ինչ որ մի հոգեվորականի, կամ երբ որ ուզում եք կարգալույծ անել նրան։ Բայց ախր կանոնակարգի մեջ այդքան բաներ կա ձեր մասին, եթե դուք անոնք կարտակ եւ հասկանաք եւ եթե ուզեք հասկանալ, դուք ձեզ մեկ րոպե առաջ կգարկալուծեք եւ դուրս կգաք, որովհետեւ ձեր բարոյականը չի համապատասխաներ ոչ թե միայն կանոնակարգ քիրքին, այլ նաև Աստվածաշունչին եւ ես այստեղ հիշեմ Նուրհան Պատրիարք Մանուկյանի խոսքը մի քանի տարիներ առաջ, որ հիմակվա Երուսաղեմի հայոց պատրիարքն է, ինքը շատ նշանավոր նամակ գրեց Կտրիչ Ներսիսյանին եւ նրան ասեց դու քեզ գարկալույց ըրե եւ ազատե հայ եկեղեցին քեզ մե ողջ է Նուրհան Մանուկյանը ողջ է դա մի 10 տարի առաջ այդ նամակը հրիև հրաբարվեցավ եւ ձեծվեցավ այս հարցը եւ այսօր այդ օրվան է մինչեւ այսօր Նուրհան Պատրիարքը չի կար Հայաստան հակառակ որ ինքը Գերագույն խորհրդի անդամ է ինչպես Պոլսո Պատրիարքը բայց 10 տարի ավելի մարդը ներկա չի գտնվի որովհետեւ այս մարդիկ գվախնան Պատրիարքը գվախնա գալու Հայաստան որովհետեւ այս պիտի բացահայտումը եւ որ գնես եւ կբարձրացնես եւ գսես ամենայն հայոց Գաթողիկոսին, որ պետք է հրաժարիս, որբեսի եկեղեցին բրգվի քեզմե, անգի ավելի մեծ ինչ գալիլի ջան։ Սա ոչ թե միայն Նուրհան Պատրիարքը, անգի առաջ նաև Կոստանդնուպոլսո Պատրիարքը, Մեսրոպ Մուտաֆյան Պատրիարքը, նաև բաց նամակ հղեց ինտերնետում։ Ես խնդրում եմ դուք այդ հարցերը դուք եւ մույս թղթակիցները թող հանեն այս նամակները, համացանցի վրա են։ Կոստանդնուպոլսո Պատրիարքը Մեսրոպ Մուտաֆյանը նաև հսկա նամակ մկրեց այս մարդու մասին։ Դու չես կրնար Կաթողիկոսը լալ գսե։ Դու քո այս բիզնես հոգեբանությամբ չես կրնար եկեղեցին ղեկավարել։ Հրաժարիր, գնա, սա նոր բան չէ, Լիլիթ ջան։ Սա 20 տարիների պատմությունը եւ բարձրաստիճան հոգեվորականներ բարձրացանել են։ Բայց այն բարբարո անապատի սրանք փոխանակ փորձեն իրենց ուղղել այդքան հայտարարությունից հետո ավելի կմխրջվին սխալի մեջ եւ բարոյական սայտակումներով մեջ Նայեք, երբ որ Բագրատ Գալստանյանը որոշեց զբաղվել քաղաքականությամբ, շատերը նրան արդեն վարչապետի թեկնածու էին հռչակել, Կտրիչ Ներսիսյանը ընդամենը սառեցրեց նրա գործունեությունը, սակայն շատերը նրան շարունակում էին դիմել սրբազանով, մինչդեռ Տեր Արամի սրբազանը հավեր, որ դրեցին խալաձենիքի մեջ որբեսի սարի ախր սենց օրենք չկա Լիլիթ ջան ծիծաղին բան է ոչ կարգալուծում կա ոչ սարուցում կա ոչ հալեցնում կա սենց բան չկա եկեղեցու կարգի մեջ հայ եկեղեցու կարգը նույնիսկ Բագրատ Գալստանյանի բանով հարցով շատ հստակ կսե այն հոգեվորականը որը գսպաղվի քաղաքականությամբ անմիջապես կարգալույծ է լինում ես չգիտեմ Սրանք չեն կարծում, կամ գիտեն, բայց ուղղակի իրենց շահերին չի ծառայեր այս կանոնակիրքը։ Միայն պատժի ժամանակ կծառայե։ Այսօր
Դեր Արամի, ինչ կատարեց Դեր Արամը, ինչ նա բարձրացանեց եկեղեցու մեջ դիրող թերությունների թեմ։ Հեսա մենք 20 տարի է բարձրացանում ենք։ Հայաստանի մեջ ամբողջ ժողովուրդը բարձրացնում է տաքսի շոֆերներից սկսած, աղբահավաքներից սկսած, բոլորը բարձրացնում են եւ դուք ո՞ր են անում, այսինքն ուր է խնդիրը, ձեր խնդիրը ուր է։ Դուք մինչև երբ պիտի փորձեք ձեր ամոթը ծածկել, այլևս ձեր ամոթը անծածկելի է։ Ժամանակին, երբ որ Ադամ եւ Եվան ըսկացին իրենց, երբ որ մեղքը կատարեցին, Աստված իրենց թզենի դերևներ տվավ, որովհետեւ այդ թզենի դերևներով ծածկեն իրենց ամոթը, բայց ախր աշխարհի թզենի դերևները սրանց ամոթը էլ չեն ծածկի։ Ես զարմացած եմ, այսինքն որ այս մարդիկ ինչ դրամապանությամբ կմտածեն։ Այսինքն այսօր ինչու համար դուք գմերժեք հարցազրույցներ տալ ոչ թե միայն իրենց ինտիմատիրներուն, ինչպես դուք եք օրինակի համար, եթե իրենք այսպես հան, նույնիսկ իրենց համագիր թղթակիցներու հետ համարձակություն չունեն հարցազրույց անել։ Դուք տեսել եք որևէ մեկ կահանա կամ եպիսկոպոս բարձրաստիճան, որ հարցազրույց տա, չի դար։ Ինչու, որովհետև իրենք դգար են, իրենք գիտեն, որ պատասխան չունին, լավ, Civic AM-ին հարցազրույց մի տվեք, 24 AM-ին տվեք, չգիտեմ ում տաշնակների կանալներին տվեք, բայց խոսելու բան չունեն, որովհետև սրանք ինչքան խոսեն ավելի են խայտարակվում։ Դե խոսում են միայն օրինակ Տեր Արամի քարկոծելիս կամ այն հոգևորականներին, որոնք իրենց դեմ ինչ-որ բաներ են խոսում։ Այո, բայց ախր ընդել էր հարցազրույց չեն տալիս։ Ուղղակի իրենց Facebook-ներում եղբայր, եղեք դղամարդ, ես ձեր ետերով գասեմ, թող որևէ մեկ հոգևորական, թող համե այստեղ Civic AM-ի դաղավարներուն եւ ինձ հետ բանավիճանի իմանանք, որ որտեղ է սխալը, եթե ուղիղ ետերում չի լինի, ես պատրաստ եմ ելնեմ կամ Հայաստան եւ նստեմ եւ բանավիճենք ես եկեղեցու վիճակի մասին, այսինքն այդքան բարձրաստիճան հոգևորականներ կան, դուք ասելիք չունեք, դուք ձեր ժողովրդին ասելու խոսք չունեք, պաշտպանելու տեսք չունեք։ Հաջորդ կիրակի Հովանավանքում կրկին նախատեսված է պատարակ Տեր Արամի մատուցման, վարչապետը հայտարարել է, որ ինքը այս անգամ նույնպես մասնակցելու է այդ պատարակին։ Ինչ եք կարծում, այդ պատարակները հենց Հովանավանքում շարունակական կլինեն եւ արդյոք Հովանավանքը կդառնա այն ճանապարհը, որը դեպի աշխարհիկ կյանք կճանապարհի Քրիստոսյանին։ Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը հաջորդականությամբ պիտի երթա Հովանավանք եւ շատ ուրախ եմ, որ այնտեղ են մեկնարկեց այս ամեն ինչը եւ նաեւ այսօր մենք որոշ վերլուծաբաններ, երեք օրինակի համար Գլսեի Բաբաջանյանը գսե որ մի քանի եպիսկոպոսներ կան, որոնք պիտի երթան Հովանավանք ի սադարումն Տեր Արամին եւ վերագանքնելու իր գարկը։ Տեսեք, այստեղ էլ ցեզ մի կետ ասեմ, որ շատ կարեւոր է։ Այսինքն քահանան, երբ որ որևէ մի աշխարհական պիտի քահանա լինի, փերում են, ցերնատրում են եւ օծում են։ Սա է գարկը։ Հիմա քահանայի գարկը վերագանքնելու համար, գիտեք ինչ են անում։ Խորքի մեջ եթե ինքը գարկալույց է եւ քահանայության պաշտոնը նրանից առնված է, պետք է մի անգամ էլ բերեն եկեղեցի, էլի օծեն, էլի ցերնատ, բայց ոչ։ Քահանայի գարկը վերագանքնելու համար հերիք է մի հատ եպիսկոպոս գնա եւ նրա վրա մի հատ բահբանիչ գարտա, հայրմեր գարտա վերագանքնվեց, հեսա։ Ուրեմն դա փաստ է, որ քահանայության գարկը Իրանից վերցված չէ, որովհետեւ իրենք չեն գրգնացերնատրում, որովհետեւ չեն կարա։ Հիմա ինչ որ ասում էին լուրերը երեք եւ արջուր, ասում են, որ մի քանի եպիսկոպոս կա, որոնք պիտի ներկա լինեն Հովանավանքում, ի սադարումն վարչապետին եւ ի սադարումն Տեր Արամին եւ ընդդեղից արդեն գլինի ամենամեծ ապտակը գդրիչին եւ գդրիչը այլևս նրանից հետո ինքան, այսինքն ինչ պիտի անի, պիտի գարկալույց անի այդ եպիսկոպոսներն են։ Մեր եկեղեցու գարկով 5 եպիսկոպոս կամ 7-ը բավարար է որբեսի նոր կաթողիկոս օձե։ 5 եպիսկոպոս։ Մենք պաստորեն 5 եպիսկոպոս չունենք։ Կխնդրեմ նաև այդ Կտիչ Ներսիսյանի հերացման այդ կարգը, հա, բացատրեք, օրինակ ասացիք, որ 5-7 եպիսկոպոս, ինչպես է դա ժողովով է լինում, քվեարկությամբ է լինում, կբացատրեք, որպեսզի դիտողները հասկանան։ Եթե 5 կամ 7 եպիսկոպոս համախմբվեն եւ հրաժարվեն գդրիչից եւ ընդրեն ինչ որ մեկը
որ պիտի լինի Աբակայի Գաթողիկոս, այդ 5 կամ 7 եպիսկոպոսները կարող են Գաթողիկոս օձել։ Ես չգիտեմ վարչապետը գիտի այս բաները։ Մեկը ասել է վարչապետին։ Լասենց արեք, ունենք մենք 7 կամ չունենք։ Այսինքն դա եկեղեցական կանոնակարգում հաստատված է։ Սա եկեղեցական կամ օրինակի համար Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսությունը, երբ որ հաստատվեց Գիլիգիո մեջ, այն ժամանակ որ Էջմիածինի դռները փակ էին այդ ինչերի ժամանակ էր պատմության մեջ, ուրեմն իրենք այնտեղ 7 եպիսկոպոս հավաքվեցին եւ օձեցին ներգաթողիկոս, որովհետեւ մենք ուրիշ գաթողիկոս չունեինք այն ժամանակ։ Սա եկեղեցու սահմանած կարգն է։ Այսինքն ես չգիտեմ, մեկը չի ասում այս բաները, շատ հեշտ է, բայց արդյոք հարցը այնտեղ է, մենք 7 եպիսկոպոս ունենք։ Հիմա երբ որ Բաբաջանյանին երեք լսում է եւ այդ մարդը լուրջ մարդ է, այսինքն ասեց օդից բան չի ասի։ Ինքը ասում է, որ 5 եպիսկոպոս պիտի ներկա գտնվեն։ Եղբայր, այս 5 եպիսկոպոսները ով են, որովհետեւ ես այսօր ինչքան գիտեմ, ես չեմ ճանաչում մի եպիսկոպոս, Կոնե ես տողներեն ինձ եթե կան բացառություններ, որ իրենց կուսագրոնության ուխտը խախտած չլինեն ինչ որ մի ձևով։ Լավ այդ 5-ը ինչ պիտի անեն, լավա որ գքան։ Դա քաչալերելի է, սա գնահատելի է։ Բայց շարունակությունը ինչ է։ Այսօր վարչապետը առաջին իր հայտարարության մեջ էլ հիշում եք, ասեց, որ ով որ ուխտազանց է եղել կամ դրժել է կուսագրոնության ուխտը, դուրս պիտի տրվի։ Այնտեղ մեր հարց կա առաջանում։ Լա պաստորեն սրանք սա դուրս պիտի տրվեն։ Եթե բոլորը դուրս տրվեն, այս Էջմիածնի դռները ով պիտի բանա, ով պիտի ղեկավարի այդ ամեն ինչը։ Վարչապետը վստահել էր կահանաներին, բայց ի հայտ եկավ, որ կահանաներին էլ կարելի չէ վստահել։ Եվ պաստը մնում է պաստ։ Այսօր Հայաստանում մի հատ հոգևորական կա, որ խոսում է, դա դեր Արամն է, մի հատ էլ հոգևորական կա Սպիրկուն, որ խոսում է, դա էլ դեր Արմենն է։ Այսինքն ուրիշ կահանաներ չկան, սիրելի վարչապետ, դու ում կվստահես, ես չգիտեմ։ Այսօր միայն մեզ կարգելծում են մյուս կահանաները։ Մեծ խնդիր է, Լիլիթ ջան, մեծ խնդիր է, ես հանգուցալուծում չեմ գտնում։ Այսինքն ենթադրենք քնած, մույսերն էլ քնացին, ով մնաց ընդդեմ։ Հարցը միայն Հայաստանի հոգևորականների մասին չէ։ Հարցը մենք աշխարհասփյուր ունենք եպիսկոպոսներ, վարդապետներ, որոնք առաջնորդներ են, չգիտեմ, փոխարաշնորդներ, այս մարդիկ ինչ պիտի լինեն։ Փակուղում է այս հարցը, դուք ինչպես եք տեսնում այս հարցի լուծումը։ Ես կարծում եմ փակուղի է, բայց ավելի փակուղի պիտի չլինի, քան այն ինչին մեջ, որ մենք այսօր ենք, այսօր լրիվ գադարյալ խայտարակություն է, գադարյալ փակուղի է, որովհետև այսօր հավատացյալը չի վստահում իր հոգևորականին։ Մարդը ասում է, ես գնամ այս մարդու ցերկից, ինչպես հաղորդություն առնեմ, այս մարդու ցերկերը բիղձ են, որովհետև իր կյանքը բիղձ է։ Հիմա իրենք արտարացնում են հոգևորականները, ասում են, բայց հայոց կանոնակիրքը ասում է, որ դուք պիտի չնայեք հոգևորականի արժանության կամ անարժանության։ Այնտեղ Սուրբ Հոգին է գործում եւ այդ հոգևորականի տված հաղորդությունը կամ կատարած խորհուրդը ընդունելի է։ Ես դեմ եմ։ Այո, կանոնակիրքը այսպես ասում է։ Մեր եկեղեցու հայրերը այսպես ասում են, բայց այս մեր եկեղեցու հայրերը այս խոսքերը ասել են մի ժամանակ, որ այդքան բղծություն չկար։ Դա այդ ժամանակների համար է, այսօրվա համար չէ, երբ որ մեկը բղծված կյանք է ապրում, անփարոյական կյանք է ապրում, ամենը իր մոդիկներուն հետ։ Այս մարդը ինձ մի համոզի, որ իր դված հաղորդությունը ճիշտ է։ Ինձ մի համոզի, որ իր կատարած մկրտությունը ճիշտ է, ոչ։ Եվ ի վերջո մենք նաև ուրիշ հարց ունենք Լիլիթ ջան։ Հիմա կաթողիկոսը, մեր վարչապետը շատ լավ խոսք է ասում է այն վարգյանեն, որ Գդրիչ Ներսիսյանը խախտեց իր գուսագրոնության ուխտը, ինքը այլևս կաթողիկոս չէ։ Բրավո, գեցե այս հայտարարության։ Ես համաձայն եմ այդ, համամիտ եմ, բայց եթե կաթողիկոսը անվավեր կաթողիկոս է, ուրեմն իր կատարած սերնատրությունները եպիսկոպոսներին անվավեր է, եւ եպիսկոպոսների կատարած սերնատրությունները բոլոր քահանաներին անվավեր է։
Ուրեմն ի վերջո գկանք այնտեղ որ նույնիսկ քահանաների եւ բոլոր հոգեվորականների կատարած բոլոր խորհուրդները անվավեր են մենք այս ժողովուրդը բոլորը անգամ եւս պետք է բերենք եւ մգրտենք հիմա սրա պատասխանը կա խորքի մեջ մենք չէ որ մգրտում ենք ճիշտ է խորհուրդը կատարվում է Սուրբ Հոգիով բայց այն էլ բավարար չէ եւ որ բսակվող զույգը գալիս է եթե հավատքով է գալիս այդ հավատքը իրենց կփրկի այդ հավատքը իրենց կմիացնի նաև այնտեղ քահանան կմնա բարձրապես որպես միջնորդ Աստծո եւ իրենց միջեւ բայց այսինքն հարցը Լիլիթ ջան այսինքն հիմա ես մի քանի գեդեր եմ այստեղ գրել որոնց մասին ուզում եի խոսել որովհետեւ գիշեր ցերեկ այդ մասին եմ մտածում որ ինչպես պիտի լինի այս հանգուցալուծումը ես չեմ գտնում բայց ի վերջո ասում եմ եթե նույնիսկ մենք ունենանք մայր աթորի մեջ երկու հոգեվորական, անկախ նրանից թե քահանայի եւ իսկոպոսը ինչ է կարեւոր չէ, ավելի լավ է երկու հատ ունենալ գադարելագործված, որոնք հոգս տանեն իրենց հոդին եւ իրենց ժողովրդին եւ գոհնակից լինեն, աչագից լինեն իրենց հանրապետությանը, իրենց pedagogiությանը, ավելի լավ է քան ունենաս 1000 որոնք միայն քո գլուխը ցավացնում են եւ աշխատում են քո pedagogiության թեմ քանթելու քո եկեղեցին եւ քանթելու քո pedagogiությունը։ Ինչ ասեմ Լիլիթ ջան, չգիտեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ շնորհակալություն ձեզ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։